Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր չորեքշաբթի է, ժամը 10 է և դա նշանակում է, որ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում բարի լույսը։ Այսօր նոյեմբերի 12-ն է և այսօր է ծնվել կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը։ Ստեղծագործական առաջին իսկ տարիներին Հրաչյա Ներսիսյանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և ողբերգական ու դրամատիկական և կատակերգական ու ֆարսային դերեր, արձանագրել է և չար, և բարի, և հերոսական, և սովորական կերպարներ, իսկ անվանի դերասանի կյանքի և կարիերայի մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ և հիմա առաջարկում եմ միասին դիտենք այն։ Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին Կոնստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հրաչյան սովորել է ֆրանսիական Սեն Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտել դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում, իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Առաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և ողբերգական ու դրամատիկական և կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է չար ու բարի և հերոսական ու սովորական կերպարներ։ Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի արդեն հասուն վարպետի դերերի թիվը նվազում է, բնույթը փոխվում։ Պատճառը այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը և այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքին պայքարը դառնում է աննշան ու անեական։ Հրաչյա Ներսիսյանը թե թատրոնում և թե կինոյում կերտել է բազում դերեր, ինչպիսիք են Համլետ, Համլետի դերում, Օթելո, Օթելոյի դերում, Նամուս ֆիլմում Ռուստամի դերը, Ինչու է աղմկում գետը ֆիլմում, Ղամբարյանի, Տժվժիկում Ներսես աղբարի և բազմաթիվ այլ դերեր։ Ներսիսյանի վարպետությունն ու տաղանդը 1920 թվականին նշանավորվել է և արժանացել բարձր գնահատականի։ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական և դրամատիկական, կատակերգական ու գրոտեսական դերերը։ Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանը բնական ու համոզիչ էր և ազգային, և ռուսական, դասական խաղացանկում։ Իր նկարագրող արվեստի գեղագիտական արժեքով և համոզիչ գրավչությամբ Ներսիսյանը արժանացել է համաժողովրդական ճանաչման։ Վարան Փափազյանը նրա մասին ասել է. Ներսիսյանի տաղանդը նման էր դիցաբանական ոսկե թռչունին, որը չնայած այրվում ու մոխրանում է, սակայն միշտ վերածնվում է սեփական մոխրից։ Նա մեծ արտիստ էր։ Հարգելի հեռուստադիտողներ, դիտեցինք անվանի դերասանի մասին պատմող տեսանյութը, իսկ առավոտը լավ սկսելու համար ինչ է պետք, իհարկե լսել հաճելի երաժշտություն, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք և արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ և նշեմ, որ 2010 թվականից նոյեմբերի 12-ը նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Թոքաբորբը կանխարգելելի և բուժելի հիվանդություն է, որով հիվանդանում են մոտ մինչև 5 տարեկան 155 միլիոն երեխա և ամեն տարի մահանում է մոտ 1,6 միլիոնը։ Սա թոքաբորբը դարձնում է մինչև 5 տարեկան երեխաների թիվ 1 սպանողը, որը ավելի շատ կյանքեր է խլում, քան ձիահը, մալարիան և կարմրուկը միասին վերցրած։ Դեռևս մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ թոքաբորբի մահացության ճնշող թվի մասին։ Դրա պատճառով թոքաբորբը ստվերվել է որպես համաշխարհային առողջապահության օրակարգի առաջնահերթություն և հազվադեպ է լուսաբանվում լրատվամիջոցներում։ Թոքաբորբի համաշխարհային օրը օգնում է հանրությանը ուշադրության հրավիրել առողջապահական այս ճգնաժամին և խրախուսում է քաղաքականության, մշակողներին և զանգվածային կազմակերպիչներին պայքարել հիվանդության դեմ։ Իսկ թոքաբորբի բուժման և կանխարգելման մասին այսօր զրուցելու ենք ինֆեկցիոն ազգային կենտրոնի թոքաբանության կլինիկայի թոքաբանության բաժնի ղեկավար թոքաբան Գայանե Նազարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք։
Տիկին Գայանե, մենք այսօր շատ կարևոր մի թեմա ենք քննարկելու, թոքաբորբն է այսօր, թոքաբորբի համաշխարհային օրն է, եւ կասեք ինչ է իրենից ներկայացնում թոքաբորբը եւ ինչպես է այն զարգանում մեր օրգանիզմում։ Թոքաբորբը այսօր շատ արդիական թեմա է, քանի որ ինքը կրում է սեզոնային բնույթ եւ սեզոնը արդեն բացվել է, կարելի է ասել։ Հիմնականում թոքաբորբով հիվանդների քանակը ավելանում է աշնանը, ձմռանը, նույնիսկ գարնանը։ Ու ճիշտ ժամանակին այս թեման բարձրացվեց։ Թոքաբորբը իրենց ներկայացնում է սուր ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն, որը բերում է նրան, որ ալվեոլները լցվում են բորբոքային հեղուկով, էքսուդատով եւ դա խանգարում է թթվածնի ներմուծմանը դեպի օրգանիզմ, դեպի թոքեր եւ ածղաթթվի գազը դուրս չի կարող մղվել։ Եվ հիվանդը այդ ժամանակ սկսում է զգալ շնչարգելություն, օդի պակասի զգացողություն, ջերմությունն է բարձրանում, երբեմն լինում է սարսուռ։ Դա թոքաբորբի սկիզբն է։ Ներեցեք։ Այդ նշանները շատ հաճախ նման են վիրուսային հիվանդություններին, մարդիկ ինչպես տարբերակ են այդ թոքաբորբը վիրուսային հիվանդություն։ Ես կասեմ, թոքաբորբը ուրեմն կարող է ընթանալ շատ արագ 1-2 օրվա ընթացքում եւ աստիճանաբար։ Թոքաբորբի հիմնական հարուցիչներն են դրանք վիրուսները, բակտերիաները եւ ավելի քիչ քանակով սնկերը։ Բակտերիաներից ավելի հաճախ հանդիպում է պնևմակոկը, որը առաջացնում է թոքաբորբ։ Նաև վիրուսները շատ են, սկսած գրիպի վիրուսից, COVID-19-ի, ադենովիրուսի եւ այլն։ Իրանք համարյա թե նույնատիպ են սկսվում այդ հիվանդությունը, թոքաբորբը, բայց բուժումը իրանց լրիվ տարբեր է։ Դրա համար բժիշկը պետք է տարբերակի, դա թոքաբորբը վիրուսային բնույթակրում, թե բակտերիալ բնույթակրում։ Իսկ վիրուսը ինքն իրեն կարող է վերածվել թոքաբորբի, եթե չկանխարգելվի։ Սովորական գրիպային վիրուսը։ Սովորական գրիպային վիրուսը այո կարող է բերի թոքաբորբի, բայց հաճախ վիրուսային թոքաբորբին միանում է նաև բակտերիալ թոքաբորբը եւ ստացվում է երկու բակտերիայի եւ վիրուսի համատեղ վնասում թոքի։ Այո, ես ինչպես նախաբանում նշեցի, հիմնականում ռիսկի խմբում մինչև 5 տարեկան երեխաներն են, բայց միայն նրանք են ռիսկի խմբում, թե կա նաև ավելի տարիքային մեծ խումբ եւ այլ։ Ռիսկի խումբը, ասեմ ձեզ, բավականին մեծ է։ 65 տարեկանից բարձր մարդկանց է դա վերաբերվում, մինչև 5 տարեկան երեխաներին։ Վերաբերվում է քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, նրանց, ովքեր ունեն, ասենք, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, սրտային հիվանդություններ, երիկամային անբավարարություն, լարդի անբավարարություն եւ այլն, ցուցակը շատ մեծ է։ Վերաբերվում է ծխող մարդկանց, ալկոհոլ շատ օգտագործող մարդկանց, վերաբերվում է սոցիալապես անապահով ընտանիքներին, ցածր իմունիտետ ունեցող մարդկանց, նրանց, ովքեր ստանում են քիմիոպրեպարատներ, գլյուկոկորտիկոիդներ, հորմոնալ պրեպարատներ, իրանք ավելի ռիսկի խմբում, ավելի շուտ են վարակվում թոքաբորբով եւ հիվանդանում եւ ավելի ծանր տանում, կարելի է ասել։ Իսկ հիմնականում ի՞նչն է պատճառը այս հիվանդության, ինչու է այն առաջանում։ Պատճառը առաջացման ո՞րն է։ Պատճառը հիվանդության, ես ինչպես ասացի, դա բակտերիաներն են, վիրուսներն են եւ սնկերն են, ավելի շատ վիրուսը եւ բակտերիան եւ մակրոօրգանիզմի մարդու իմունիտետի անկումը, որը կարող է լինել տարբեր պատճառներով։ Ինչպես նշեցի, քիմիոթերապիա ստացող հիվանդների մոտ ցածր immuniteտ է լինում, հորմոնալ թերապիայի եւ այլ տարբեր հիվանդությունների ժամանակ։ Այ շատ հաճախ մարդկանցից լսում ենք եւ շատ հաճախ վախենում են նրանք, որ թոքաբորբը նրանք կարծում են, որ այն վարակելի հիվանդություն է։ Արդյոք այն վարակելի է, հնարավոր է մարդուց մարդու այն փոխանցվի։ Ասեմ ձեզ, որոշ դեպքերում թոքաբորբը վարակիչ է, քանի որ ինքը սկսում է, ասենք, վիրուսներից կամ բակտերիաներից, որոնք վարակիչ են իրենք իրենցով,
եւ հատկապես թոքաբորբի այդ սկզբնական շրջանում այդ վարակը կարող է իհարկե տարածվել ընտանիքի անդամների վրա, եթե գիգիենայի կանոնները չպահպանվեն ընտանիքում, եթե հաճախ չթափողվի այդ տարածքը, որտեղ պարկած է հիվանդը, եթե հիվանդը իրան չի հետևում, հազում է, փռշտում է բաց բերանով առանց փակելու, այդ ընթացքում թքի մանր կաթիլները օդում մի քանի վայրկյան կանգ են առնում եւ դա տան անդամները բնականաբար օդը շնչում են եւ վարակվում են, քանի որ տարածվում է հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով։ Այո, իսկ որ դեպքում է, որ արդեն մարդը պետք է դիմի մասնագետին եւ կա նաեւ հնարավորություն, որ ինչ որ ժամանակ մարդը կարող է բուժվել տանը, թե անմիջապես պետք է դիմի եւ հոսպիտալացվի արդեն։ Ուրեմն ես կոչ եմ անում, որ հիվանդացող մարդը շատ արագ դիմի բժիշկին, հատկապես այս սեզոնին, քանի որ ինֆեկցիան շատացել է, շուտ դիմի բժշկի, որ բժիշկը կարողանա ժամանակին կողմ որոշվի, ճիշտ ախտորոշի։ Շատ դեպքերում հիվանդները սկսում են զբաղվել ինքնաբուժությունով։ Այլ մեզ մոտ գալիս են հիվանդներ, դիմում են, անամնեզը հավաքում ենք, հարցնում եմ, ինչ է ստացել, ինչքան ժամանակ է հիվանդ ես եւ այլն, պարզվում անտիբիոտիկներ, տարբեր տեսակի եւ այլն։ Դա շատ մեծ վնաս է բերում դիագնոստիկային ու հենց հիվանդին, քանի որ հիվանդության պատկերն է ջնջվում, փոփոխվում, առաջինը, երկրորդը այդ բակտերիան, որը առաջացրել է հիվանդությունը, կայունություն է ձեռք բերում իր կողմից ստացած անտիբիոտիկների նկատմամբ եւ հիվանդության տևողությունն է երկարում, դիագնոզը ավելի դժվար է դրվում։ Դրա համար բժիշկը սկսում է մանրամասն զննել, աուսկուլտացիայանում թոքերի լսում է թոքերի ձայները, կատարում է լաբորատոր հետազոտություններ, արյան, ընդհանուր բիոքիմիական, անպայման կատարում ենք խորխի հետազոտություն, խորխի բակտերիոլոգիական հետազոտություն, կատարվում է խորխի ցանկցը եւ մի քանի օր հետո աճ է տալիս, մի երկու օր հետո եւ այդ աճած բակտերիաների վրա ազդում են դեղորայքով հատուկ, որպեսզի պարզվի, թե որ դեղորայքն է ավելի ինտենսիվ, ավելի լավ ազդում բակտերիաները ճնշելու համար եւ համապատասխան դեղն է ընտրվում եւ շարունակվում է բուժումը։ Այդիկին Նազարյան, ինչպես նշեցիք, անմիջապես առաջին իսկ ախտանիշների դեպքում մարդը պետք է դիմի բժշկի համապատասխան մասնագետին, բայց նաև նկատում ենք, որ երբ որ կա վիրուսային հիվանդություն, մարդիկ փորձում են ինքնուրույն բուժել, դա օրինակ ընտրում են դեղատնից խորխաբեր դեղամիջոցներ կամ վիրուսային, հակավիրուսային դեղամիջոցներ եւ փորձում են ինքնուրույն կանխարգելել, դա որքանով կարող են արդեն վնասակար լինել մեր օրգանիզմին առանց բժշկի հետ խորհրդակցել։ Չէ, ինչպես ես ասացի, դա շատ վնասակար է ու շատ սխալ է, որովհետև հիվանդը ինքը չի կարող հասկանալ անտիբիոտիկ խմի, թե հակավիրուսային պրեպարատ, թե հակասնկային պրեպարատ օգտագործի, դրա համար իրանք օգտագործում են ինչ որ գիտեն եւ դա կամ տնական դեղամիջոցներ։ Այո, դա բարդացնում է հետագա բուժումը։ Բժշկին ժամանակին դիմելը փրկում է կյանքեր։ Ինչքան էլ նոր պրեպարատներ են դուրս գալիս, ինչքան արդյունավետ է բուժումը ստացվում, միևնույնն է, մահացությունը բարձր է, ինչպես դուք նշեցիք, բարձր է մահացությունը ծանր թոքաբորբերից։ Թոքաբորբերի ընթացքը կարող է տարբեր լինել։ Եթե դա կախված է մարդու իմունիտետից, օրգանիզմի վիճակից, տարիքից, կողմնակի հիվանդություններից, ամենաթեթև թոքաբորբը երիտասարդ տարիքում կարող է բուժվել 2 շաբաթվա ընթացքում։ Միջին ծանրությանը մինչև 6 շաբաթ։ Իսկ ավելի ծանր թոքաբորբերը 2-3 ամիս են բուժվում, հատկապես քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։ Իսկ բուժումը միայն դեղորայքային է, թե արդեն եթե բարդ վիճակում են գտնվում մարդիկ, այլ բուժում է պահանջում։ Ասեմ, այստեղ մենք միայն անտիբիոտիկներ չենք օգտագործում եւ ամբողջ աշխարհում, այլև օգտագործում են սիմպտոմատիկ դեղորայք, որոնք իջեցնում են ջերմությունը, հանում են ինտոքսիկացիան, ցավն են հանում, ամրացնում են օրգանիզմը, օգնում են օրգանիզմին, որպեսզի պայքարի։
Կոմպլեքս բուժում ենք միշտ անցկացնում, վիտամինոթերապիա ենք միացնում։ Այո, եւ այդ միջով իսկ այս հիվանդությունը, ինչպես մնացած վիրուսային հիվանդությունները կամ այլ հիվանդություններ, հնարավոր է կանխարգելել, թե յուրաքանչյուրը կարող է բախվել այս խնդրի։ Իհարկե հնարավոր է կանխարգելել։ Ամենակարևոր կանխարգելման մեթոդը դա վակցինացիան է, պատվաստումը, հակագրիպի եւ հակապնևմակոկային պատվաստումներն են։ Այդ շատ կարևոր բան է։ Բացի դրանից իհարկե ծխողները պետք է թողնեն իրենց ծխախոտը, ծխելը, պետք է հաճախ օդափոխել սենյակները, միջավայրը, որտեղ գտնվում են մարդիկ։ Սեզոնի ժամանակ անպայման ցանկալի է, որպեսզի դիմակներ օգտագործեն, դա էլ է կարևոր։ Իսկ ինչ եք նկատում, հատկապես այսքան ժամանակ երկար տարիներ, որ COVID-ը մեզ սպառնում էր, որքանով է այս COVID-ը նաև նպաստել, որ մեր երկրում թոքաբորբի ռիսկերը ավելի մեծանան, մեծացել է ռիսկերը վարակվելու, թե ավելի նվազել է, ինչ եք նկատում վերջին տարիներին։ Գիտեք ինչ, COVID-ը շատ ծանր հիվանդություն էր եւ մեծ հետևանքներ ա թողել մեր ազգաբնակչության վրա։ Շատ շատերը, որ դիմում են մեզ, ամեն ինչը կապում են տարած COVID-ի հետ։ Ասում են, այ COVID-ից հետո ինձ մոտ սկսեց շունչս կտրվել, շնչահեղձություն ունեմ, այն մյուսը ասում է մնացել է հազը, այն մյուսը ուրիշ գանգատներ կապում են COVID-ի հետ։ Իսկ փոփոխված թոքերում ավելի շուտ է ինֆեկցիան տարածվում եւ թոքաբորբերը սկսում։ Իսկ այսինքն կարող ենք ասել, որ ռիսկերը վարակվելու ավելի է մեծացել մեր երկրում, հաշվի առնելով։ Կարելի է եւ տենց ասել, որտեղ մնացորդային փոփոխություններ շատերը ունենում են, ու զարգանում է դրանից հետո արդեն թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն կամ քրոնիկական բրոնխիտ է մնում կամ որևիցե այլ թոքային փոփոխություններ։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին այս հիվանդության հանդեպ մեր իրազեկվածությունը որքանով է մեծացել, որքանով են մարդիկ տեղյակ այս հիվանդության մասին եւ որպես թոքաբան ինչ եք նկատում, որ ինչպես կարելի է նաեւ ել ավելի տեղեկացնել եւ իրազեկվածությունը բարձրացնել։ Իրազեկում ազգաբնակչությանը դա շատ կարեւոր բան է։ Պետք է սկսել դպրոցներից, համալսարաններից անցկացնել քարոզարշավներ։ Ճիշտ կլինի, որ մեր սոցիալական մեդիան ավելի շատ աշխատի, ռադիոն, հեռուստացույցը այդ թեմայի շուրջ զրույցներ վարեն, հիվանդները խոսեն, որոնք ապաքինվել են արդեն ծանր թոքաբորբից, դա շատ կարևոր դեր է խաղում։ Կազմակերպվի առողջապահության օրեր, որ ազգաբնակչությունը կարողանա գնա անվճար հետազոտվի եւ հնարավոր է որոշ բաներ հայտնաբերվի։ Շատ լավ, եւ Տիկին Ազյան մեր զրույցը ամփոփելով մեր հեռուստադիտողներին, մեծ դիտողներին այս օրվա միջազգային օրվա հետ կապված ինչ ունեք մաղթելու։ Ինչ ուղերձ ունեք։ Ես կցանկանամ, որ իրանք ժամանակին դիմեն բժշկի, շատ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ։ Թոքաբորբը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ մասնագիտություն, բայց մենք կարանք դա կանխենք, եւ երբեմն առաջի սիմպտոմները, հազը, ջերմության բարձրացումը արդեն առաջին ազդակն է, որ մարդը ուշադրություն դարձնի դրա վրա եւ դիմի բժշկին։ Ինչքան շուտ իհարկե, այնքան լավ։ Կանխարգելելը ավելի հեշտ է, քան բուժելը, իհարկե։ Ես ցանկանում եմ, որ ուշադիր լինեն եւ շուտ դիմեն բժշկի, ինքնաբուժումով չզբաղվեն։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ազարյան հետաքրքիր զրույցի համար եւ վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցը եւ ձեր մասնագիտական խորհուրդները հաստատ շատ-շատերին օգտակար կլինեն։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ինֆեկցիոն ազգային կենտրոնի թոքաբանության կլինիկայի թոքաբանության բաժնի ղեկավար թոքաբան Գայանե Նազարյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ ընդմիջենք, դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։
Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք թողարկումը, իսկ հիմա հերթը ամենակարևորի օգտակար խորհուրդների մասին է եւ այսօր խոսելու ենք մի շատ գեղեցիկ եւ համեղ հատապտուղի մասին՝ ելակի։ Ելակը ունի շատ օգտակար հատկություններ, այն նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ժամանակակից աշխարհում սիրտանոթային հիվանդությունները մահացության վիճակագրության մեջ առաջին տեղն են զբաղեցնում։ Այս հատապտուղը մեր սննդակարգում ներառելով կարող ենք նվազեցնել այդ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ելակը բացացնում է պեպեններն ու պիգմենտային բծերը։ Եթե ցանկանում եք բացացնել մաշկի գույնը, կարող եք օգտագործել ելակից պատրաստված դիմակներ։ Ելակը ընդունակ է նաև դանդաղեցնել ծերացման ընթացքը։ Նրա կազմում մտնող հակաօքսիդանտները կարող են օգնել դանդաղեցնել ծերացումը։ Այս հատապտուղը նաև սպիտակեցնում է ատամները։ Ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում, ինչը հնարավորություն է տալիս պայքարել այն երևույթների դեմ, որոնց պատճառով ատամների գույնը մքանում է։ Ելակը լավացնում է նաև տեսողությունը, ազդում է աչքերի տակ առաջացնող պարկերից։ Ցավոք սրտի տարիների ընթացքում տեսողությունը վատանում է, իսկ ելակի մեջ մտնող այնպիսի նյութեր, ինչպիսիք են վիտամին C-ն, օգնում է մի շարք եւ այլ միացություններ օգնում են պայքարել մի քանի հիվանդություններից, ինչպիսիք է նաև ապահովել լավ տեսողությունը։ Իսկ ելակից պատրաստված դիմակն օգնում է ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին առաջարկում եմ ծանոթանանք սաղմոսավանքի հետ։ Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզում Սաղմոսավան գյուղում։ Այն 13-րդ դարի կառույց է, որը Կիրակոս Գանձակեցին դասել է հայկական 8 նշանավոր մենաստանների շարքին։ Իսկ վանական համալիրի պատմության մասին կիմանանք պատրաստված տեսանյութը դիտելով։ Սաղմոսավանք վանական համալիրը Սաղմոսավանք անունը ստացել է Սաղմոս բառից, որը նշանակում է օրհներգություն, եկեղեցական հոգևոր երգ։ Ասում են Սաղմոսավանք անունը վանական համալիրը ստացել է եկեղեցում հնչող սաղմոսներից։ Ի դեպ, Սաղմոսավանքը դասվում է այն հոգևոր կենտրոնների շարքին, որոնց անունով կոչել են մոտակա գյուղը։ Քանզի սկզբնական շրջանում վանական համալիրը հայտնի է եղել որպես անապատ մենաստան, իսկ Սաղմոսավան գյուղը հիմնադրվել է միայն 1830-ականներին եւ կոչվել վանքի անունով։ Սաղմոսավանը փոքր գյուղ է հիմնադրված Կարսից փախած հայերի կողմից։ Բանն այն է, որ ինչպես հայկական մի շարք եկեղեցիներ, այդ թվում նաև Սաղմոսավանքը ունի բնական ակուստիկա։ Հատկապես միջնադարյան եկեղեցիների զգալի մասը կառուցված են ակուստիկ ճշգրիտ հաշվարկներով։ Սա խոսում է հայ ճարտարապետների եւ շինարարների բացառիկ վարպետության մասին։ Ժամանակակից ուսումնասիրողների համար զարմանալի է թվում այդ ճշգրիտ եւ հստակ հաշվարկների համադրումը ճարտարապետական հորինվածքի եւ շինարարական հմտության հետ։ Եկեղեցիների ակուստիկության վրա ազդում են թե քարի տեսակը եւ թե արտաքի ներքին ճարտարապետությունը, որմնախորշերի ավանդատների արկայությունը, սյուների արմատավորումը։ Պատահական չէ այն փաստը, որ միջնադարյան եկեղեցիները ունեցել են անհամեմատ հաստ պատեր, մինչև 1.50 մետր եւ անհարց շարվածք։ Հայկական եկեղեցիների սլացիկությունը, ճոխ եւ բարդ ճարտարապետական լուծումները մտածված են եղել ի նպաստ ակուստիկության, ձայնը հնարավորինս երկար պահելու նպատակով։ Ըստ ավանդության Սաղմոսավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, ով Հովանավանքից գալով Քասախի կիրճ հիմնում է Սաղմոսավանքն ու իր մոտ կանչերով մի շարք այլ հոգևորականների հաստատվում այնտեղ։ Մեկ այլ ավանդության համաձայն Գրիգոր Լուսավորիչը Արագածի գագաթից նկատում է այս վայրը, գալիս է եւ հիմնում եկեղեցի։ Հետագայում նա իր շուրջն է հավաքում այլ հոգևորականների եւ նրանց սաղմոսներ սովորեցնում։ Սաղմոսավանք վանական համալիրը պատմական վկայություններում հանդիպում են 12-րդ դարի թվագրմամբ։ Այստեղ ապրել է վարդապետ Հովանես Մունջը, ով Սաղմոսավանքում դպրոց էր հիմնել։ Սակայն Սաղմոսավանքը որպես վանական համալիր ձևավորվել է միայն 13-րդ դարում, Վաչուտյանների օրոք։ Վերջինների շնորհիվ ծաղկում է ապրել նաև Հովանավանքը, որը դարձել էր Վաչուտյանների տոհմական վանքը։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եմ հայտնում մեզ հետևելու համար։ Մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ մաղթում եմ լավ օր եւ ամենակարևորը առողջություն։ Իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը, իհարկե, նույն ժամին։ Հաջողություն։